Համամիտեք, որ Արամ Սարգսյանի թիմակիցները Արթուր Չախոյանին ծեծի են ենթարկել Հայաստանի ինքնիշխանության համար։ Ոնց կարա բանական մտածող մարդը դրա համեմատ լինի այդ անհեթեթ, անհավանական, անտրամաբանական կեղտոտ սուտ ընդհանրապես։ Ինչու են նման հայտարարություն արվել դեպքում։ Խաբելու համար ընդհանրապես, ուրիշ բան չկա, սուտ։ Մի բառով պետք է արդարացնեն իրանց պաշտոնակցի, իրանց ուսակցին, կեղտոտ սուտ են խոսում։ Եգիակ չեմ, ես էլ քաղաքական մարդ չեմ։ Չէ, համամիջ է։ Ծեծելը վատ է միշտ։ Իսկ հնարավոր է ինչ-որ մեկին ծեծել հանուն Հայաստանի ինքնիշխանություն։ Չէ։ Ես այդ գործին ծանոթ չեմ։ Արթուր Չախոյանի հերներ անիծած։ Պաշով к чёрту։ Պաշով on к чёрту։ Բայց հանուն Հայաստանի ինքնիշխանության հնարավոր է ինչ-որ մեկին ծեծել։ Չէ, էդի վատ բան է։ Ոչ մի իշխանություն մեր համար չի, բոլորը իրանց համար են։ Я от политики далека, кого вы назвали, их не знаю, но желаю всем, и им тоже, и армянам здоровья и ясного неба. Всего вам хорошего. Հայաստանի ինքնիշխանություն։ Ես դրանց հետ ոչ մեկի գործ չունեմ։ Երբեք ես աչքովս տենամ չեմ հավատա, տենց բան հնարավոր չի, չոր երևի մի ուրիշ բան ա եղել։ Ես չեմ հավատում, որտեվ Արամ Սարգսյանը իրակուսակցությունը չեմ հավատում, որ տենց բան անի։ Բայց արել է փաստացի։ Դե երևի Հիմա արդարացնում են, որ Հայաստանի ինքնիշխանության համար է։ Ես չեմ հավատում, Հայաստանի իշխանության համար անի Արամ Սարգսյանը, չեմ հավատում։ Ոչ, բայց իրան գիտեն, որ իրանք անպատիժ են մնալու, դրա համար ինչ ուզում անում են։ Միայն դա է։ Լրիվ անորեն երկիր է դարձել երկիրը, այն մնացած բաները չեմ կարամ ժամերով ասեմ։ Բայց հետո եւ ինչ ա լինելու դրա վերջը։ Ինչքան պետք է լռենք ու հանդուրժենք։ Այսինքն, որ ցեն չշարունակվի, ես կասկածում եմ, որ մինչև 26 թիվը Հայաստան կունենանք։ Ինչ ասեմ, շատ բան կարամ ասեմ, բայց առայժմ այդքանը։ Ինչի համար է ծեծում։ Հանրապետության փողոցը, ես այստեղ եմ ապրում կողքը, ամբողջ աշունը մեզ տանջեցին, իբր վերանորոգում էին այդ մայթերը, բայց դրա կարիքը բնավ չկար, շատ լավ վիճակում էր։ Հիմա այն որ աչքից դեմը մի հատ կնիկ ընկավ, ոտը դնում ես, սալիկը դուրս է թռնում։ Անձրևին ոտը դնում ես, կոշիկներիդ մեջ ա լցում այդ արանքներից ջուրը։ Ինչ ա, իրանք վերանորոգում են, չկա մի բնակավար, բնավ չկա մի բնակավար, որտեղ որ մի սանտիմետր առաջ գնացած լինեն, միայն այդ ասֆալտը աչքներս են կողում։ Ինչ ասֆալտ, որ ոտով սենց ես անում, քերվում, հա։ Ինչի մասին է խոսքը։ Ոչ մի բնակավարում, ոչ մի կաթիլ առաջ չեն գնացել, հետ են գնացել չհաշված, որ Հայաստանը բարի է գնում։ Ինչ ասեմ, ասելիք շատ կա։ Ուղղակի, գիտեք ինչ կա, ես ոչ մեկի կողմնակիցը չեմ, թող չհաչանիմ խոսելու տակ, որ ռոբասերժական, նրան էլ իրանց էլ բրեն։ Տեղյակ չեմ ընդհանրապես սիտուացիայի վերաբերյալ տեղյակ չեմ, բայց քիչ առաջ լսեցի մեր հայու խոսքը կառավարության վերաբերյալ, ուզում եմ ասել, որ ցանկացած բանիմաց մարդ, ցանկացած կառավարության իշխանության ներքո ամեն ինչի հասնում է, այսինքն եթե այստեղ 99%-ը բողոքում է, որ կյանքը դժվար է, ամեն ինչ թանկ է, իսկ աշխատավարձը քիչ, հարգելիս, այս պահին կան լիքը մասնագիտություններ, որոնք շատ բարձր են բարձրատրվում, նույն ինքը IT, մարքեթինգ եւ այլն, այսինքն մարդուց է գալիս, քեզանից է կախված, եթե մարդը բանիմաց չի, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես լինելու է անտուն անհաց, այսինքն այստեղ ուրիշին մեղադրելու փոխարեն դու պետք է ինքդ քո վրա աշխատես, որ դու, եթե քեզ դուր չի գալիս Հայաստանի իշխանությունը, գնաս Դանիա, Լեհաստան, Ամերիկա, չգիտեմ, Ռուսաստան, այսինքն հա, էլի քո հայրենիքն է, բայց եթե քեզ օրինակ դուր է գալիս, չգիտեմ, մեկ այլ X երկրի բնությունը, մենտալիտետը եւ այլն, դու կարող ես շատ հանգիստ քո խելքի շնորհիվ աշխատել լավ գումարներ ու մեկնել։ Այսինքն պետք չի ուղղակի մեղադրել, ուղղակի գործեք ինքներդ, չգիտեմ, սովորեք, ինքնակրթվեք, վերապատրաստվեք, գնացեք, աշխատեք։
վաստակեք ու ծախսեք։ Այդ ամենը ճիշտն է, որովհետև ով էլ լինի, եթե նույնիսկ մենք այնց մարդ դնենք իշխանությանը, ով որ շատ լավ ռազմավարություն գիտի, շատ լավ տնտեսագիտություն գիտի, քաղաքագիտություն գիտի ու կարա մեր ամբողջ կապիտալը երկրի ներդնի այնտեղ որտեղ որ պետք է, ոչ թե ինչ որ մեկը VIP սամալյոտով թռնի, видите ли։ Համենայն դեպս ասածս այն է, այսինքն, օքեյ, թող ինքը թռնի VIP-ով, դու թռի կոմֆորտով։ Ով էլ ուզում է լինի, այնտեղ ես էլ նստեմ շատ, չգիտեմ, միջազգայնագետ լինեմ, մեկը բողոքելու են, որովհետև ով է քեզ ասում լինես բազմազավակ մայր, եթե դու չունես գումար, ով է քեզ խնդրում, չգիտեմ, ապրես տեղ, եթե քեզ տեղ դուր չի գալիս։ Ուրիշին մեղադրելը ամենահեշտն է, բայց դժվար է համապատասխան վայրը հանել, դիվանից հելնել, աշխատել։ Արամ Սարգսյանի թիմակիցները երեք ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին, ակտիվիստ, Թաղապետարանում։ Ասում են հանուն ինքնիշխանության Հայաստանի, համամիտ եք դրա հետ։ Այդտեղ ոչ Հայաստանի համար, ոչ հայ ժողովրդի համար, ոչ էլ Հայաստանի իշխանության համար չկա այդ մակարդակը, որ կարողանան մտածել։ Ջահելություն ունենալ, երեխայություն ունենալ չի սազում իրանց։ Այդքան բան չկա։